Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել։ Ազնիվ ասեմ, այդ պարագայում ինչպիսի դիրքորոշում կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ անձամբ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը եւ խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն եւ կփորձենք եւ կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին։ Վավերացումից հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, որը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։